Գիտես տիրոջ պատվերները ու նրա ստունները, որ ինքը քեզ խոստացավ ու քեզ ասաց հավատա, դու գիտես տիրոջ պատվերները ու նրա խոստումները, որ ինքը քեզ խոստացավ ու քեզ ասաց հավատա, դու գիտես տիրոջ պատվերները ու նրա խոստումները, որ ինքը քեզ խոստացավ ու քեզ ասաց հավատա, դու գիտես տիրոջ պատվերները ու նրա խոստումները, որ ինքը քեզ խոստացավ ու քեզ ասաց հավատա, Տերն ասում է որ դից դու միայն հավատա, հավատա ու գարնես, ամբողջ միայն հավատա, Տերն ասում է որ դից դու միայն հավատա, հավատա ու գարնես, ամբողջ միայն հավատա, նա քեզ ասաց ես կգամ, ու քեզ երկիր կտանեմ, ու տեսնում անանամ, ու հավիտյան դու գալիս, նա քեզ ասաց ես կգամ, ու քեզ երկիր կտանեմ, ու տեսնում անանամ, ու հավիտյան դու գալիս, Տերն ասում է որ դից դու միայն հավատա, հավատա ու գալիս, ամբողջ միայն հավատա, Տերն ասում է որ դից դու միայն հավատա, հավատա ու գալիս, ամբողջ միայն հավատա, Տերն ասում է որ դից դու միայն հավատա, հավատա ու գալիս, ամբողջ միայն հավատա, Տերն ասում է որ դից դու միայն հավատա, հավատա ու գալիս, ամբողջ միայն հավատա, ամբողջ միայն հավատա, ամբողջ միայն հավատա. Գիրում ես, մեր Տերը հսոր Աստվածը, գիրում ես, մեր Տերը հսոր Աստվածը, գիրում ես, մեր Տերը հսոր Աստվածը, տիրում ես, մեր Տերը հսոր Աստվածը, Աստված սքանչելի մեծ իշխան, երկինքներից էլվեր, սքանչելի փառավոր և թագավոր, Աստված սքանչելի մեծ իշխան, երկինքներից էլվեր, սքանչելի փառավոր և թագավոր, Աստված սքանչելի մեծ իշխան, երկինքներից էլվեր, սքանչելի փառավոր և թագավոր,
թակավոր Աստված սքանչելի եք մեծ իշխան Դու երկինքներից ես վեր Սքանչելի ես փառավոր և թակավոր Տեր շնորհակալ եմ, որ այսօր ծնվեցիր Հիսուս Շնորհակալ եմ Տերես, որ լցրեցիր քո ծննդով ու լույսով մեր սրտերը Տեր Շնորհակալ եմ, որ բերեցի այդ հնարավորությունը Տեր, որ կարողանանք քեզ հավատանք ու ևս մեկ հույս ունենանք փրկության Տերես Շնորհակալ եմ, որ անգամ երբ որ մենք քո մասին չենք մտածում Տեր, դու միշտ մեր հետ ես ու միշտ մեզ առաջնորդում ես Տեր քո ճանապարհներում Տեր Հիսուս Խնդրում եմ Տերես, որ օրհնես այսօրը Տեր ու այս օրվանից սկսած իրոք ավելի շատ քեզ ընտրենք մեր սրտերում ու քեզ ավելի մոտենանք Տեր, որովհետև այս կյանքում ամենակարևոր բանը քո հետ ընկերություն անելն է, դրանից լավագույնը ու ուրախությունը չկա այս կյանքում, դու ես մենակ սիրով ու երջանկությամբ լցնում մեր սրտերը Տեր Տեր Ով Տեր Հովիվնեսին Ես երբեք կարիք չեմ ունենա Ջրերի մոտ հանդարտ Առաջնորդում ես ինձ Եվ տալիս ես խաղաղություն Ով Տեր Հովիվնեսին Ես երբեք կարիք չեմ ունենա Ջրերի մոտ հանդարտ Առաջնորդում ես ինձ Եվ տալիս ես խաղաղություն Որ էլ որ գնամ չեմ վախենա չարից Որ էլ որ գնամ դու ինձ հետ ես միշտ Որ էլ որ գնամ չեմ վախենա չարից Քո ցուպը գավազանը մխիթարում են ինձ Որ էլ որ գնամ չեմ վախենա չարից Որ էլ որ գնամ դու ինձ հետ ես միշտ Որ էլ որ գնամ չեմ վախենա չարից Քո ցուպը գավազանը մխիթարում են ինձ Ով Տեր Հովիվնեսին Ես երբեք կարիք չեմ ունենա Ջրերի մոտ հանդարտ Առաջնորդում ես ինձ Եվ տալիս ես խաղաղություն Ով Տեր Դու Հովիվնեսին Ես երբեք կարիք չեմ ունենա Ջրերի մոտ հանդարտ Առաջնորդում ես ինձ Եվ տալիս ես խաղաղություն Որ էլ որ գնամ չեմ վախենա չարից Որ էլ որ գնամ դու ինձ հետ ես միշտ Որ էլ որ գնամ չեմ վախենա չարից Քո ցուպը գավազանը մխիթարում են ինձ Ով Տեր Դու Հովիվնեսին Ես երբեք կարիք չեմ ունենա Ջրերի մոտ հանդարտ Առաջնորդում ես ինձ Եվ տալիս
Kam te që? Surpes,
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ սիրելի ընկերներ, Քրիստոս ծնավ եւ հայտնված, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Դուստե հավաքվել ենք տարբեր մարդիկ, մեկը սպիտակից ենք, մեկը վանաձորից ենք, մեկը քաղաքից ենք։ Մի խոսքով ստե բոլոր մարդիկս ունենք տարբեր ճակատագրեր, իրար չենք ճանաչում ընդհանրապես, չգիտենք մեր կողքի նստած մարդը ով է, բայց այսօր բոլորից մի բան է միավորում, մենք այսօր բոլորս հավաքվել ենք մի գաղափարի շուրջ, այն գաղափարի, որ Քրիստոս ծնվեց, 2026 տարի առաջ Քրիստոսը ծնվել է, ու այսօր մեզ այդ գաղափարն է միավորում։ Եկեք աղոթենք ու սկսենք այսօրվա մեր ծառայությունը, լավ։ Տեր ջան, փառք ենք քեզ տալիս այսօրվա համար, Հայրը, շնորհակալություն ենք հայտնում, որ սենց տոն ունենք, Տեր, շնորհակալություն ենք հայտնում, որ դու, Տեր ջան, անսահման Աստված, Տեր ջան, ծնվեցիր եւ մարկային կերպար ընդունեցիր, Հայր ջան, ու ապրեցիր անարատ կյանք, Տեր։ Խնդրում եմ, օրհնես այսօրվա մեր ծառայությունը, Տեր ջան, օրհնես մեր սրտերը, օրհնես մեր մտքերը, Տեր։ Օգնի, որպեսզի խոսքը հասկանալի լինի, Տեր, ու քո փառքի համար ծառայի։ Ամեն։ Ամեն։ Բոլորդ հաստատ լսել եք մի հատ շատ հայտնի երգ կա, էսա մի կուպլետ է երգ է, դուք մնացածը կշարունակեք, ասում է միլիոն ալիխրոս։ Սա շատ հայտնի երգ է, ու պարզվում է, այս երգի սյուժեն հորիված չի, այս երգի սյուժեն չի հորինել, մի հատ բանաստեղծ կա, Անդրեյ Վազնիսենսկի, ինքը սա չի հորինել։ Ու այս դեպքը իրականում տեղի է ունեցել, որ սյուժեն գիտենք, չէ, ինչի մասին է երգում։ Իսկ նկարիչը, ում մասին պատմում է, ասում է Ժյուլ Բյուլ խուդոժնիկ один, չէ, խոսքով ինձ լավ գիտեք, ինձ մեծ եք հաստատ ավելի շատ եք այդ երգը լսել։ Այդ նկարիչը ում մասին պատմում է, ինքը վրացի նկարիչ է, իր անունը Նիկո Փիրոսմանիա։ Այս Նիկո Փիրոսմանին սիրահարվում է Մարգարիտա անունով մի հատ դերասանուհու, ով որ Ֆրանսիայից եկել էր, իրանց թատերախմբով եկել էին ու Թբիլիսիում ներկայացում էին անում։ Ու ինքը շատ էր հավանել, շատ էր սիրահարվել դերասանուհու վրա, սակայն այս դերասանուհին չէր պատասխանում նկարչի ուշադրությանը, անտարբեր էր։ Ու վերջո այս հուսահատված այս մեր վրացի նկարիչը Փիրոսմանին ծախում է իր ամբողջ ունեցվածքը, որպեսզի Մարգարիտայի պատուհանների տակ փողոցը ծածկի ծաղիկներով, այդ հյուրանոցի փողոցը, որ զնայի սաղ ծաղիկներ մենակ ինքը տենա։ Ու տեղ կային քաջվարտներ, պիոններ, շուշաններ, ակացիաններ, յասամաններ, չգիտեմ, կակաչներ ու շատ այլ տեսակի ծաղիկներ։ Բայց երգը պահպանել է մենակ վարդերը, որովհետև տենց ավելի գեղեցիկ է հնչում երգի մեջ։ Ու դա սիրո էքստրավագանտ խոստովանություն է։ Բայց ցավոք սրտի ոչ մի արդյունքի չի բերում այդ սիրո խոստովանությունը, այդ դերասանուհին մերժում է այդ մարդու սիրո անկեղծությունը ու գնում է Ֆրանսիա։ Իմ դեպքում, երբ որ ես Գանեի հետ էի ընկերություն անում, իմ դեպքում մի քիչ ավելի հեշտ եղավ, ես Գանեն նկարել էր սիրում, ես իր համար ալբոմ մեկեմատիտներ առա, ու միանգամից ոսոր ամեն ինչ ստացվեց լավ ստեղա։ Իրել չնգայել ծաղիկներ բաներ չառա, փողոցները չծածկեցի։ Սակայն ժողովուրդ ջան, երբևէ մարդկության պատմության մեջ արվել է սիրո ավելի մեծ խոստովանություն։ Սիրո խոստովանություն, որը կապված էր ավելի վիթխարի նվերի հետ։ Ու այդ որը հանգեցրեց ցնցող հաջողության, այդ սիրո խոստովանությունը շատ մեծ հաջողության բերեց։ Կռավում եք, թե ինչի մասին է խոսքը։ Սուրբ Ծննդի տոնի մասին է, դա շատ մեծ սիրո խոստովանություն է։ Դուք երբևէ մտածել եք, որ Սուրբ Ծննդյան տոնի իրադարձության մասին հենց այս տեսանկյունից։ Երբեմն մտածել եք այն մասին, որ Սուրբ Ծնունդը Աստծո սիրո խոստովանությանն է մարդկությանը։ Եկեք կարդանք դրա մասին։ Այսօր հիմնական մեր տեքստը եղնելու առաջի Հովհաննեսի նամակ 4 գլուխ 9-11 համարները։ Ասում է. Աստծո սերը մեր հանդեպ նրանով հայտնվեց, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպես նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։
Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք է պետք է միմյանց սիրենք։ Այս տեքստում մենք տեսնում ենք Աստծո սիրո 3 բնութագիր։ Բերեք հերթով գնանք նայենք այդ բնութագրերը։ Առաջինը, Աստծո սերը զոհաբերական է։ 9-րդ համարը ուշադինեք, ով Աստվածաշնչ ունի, բացեք առաջի Հովհաննես 4:9-11 համարները։ 9-րդ համարը ասում է. Աստծո սերը մեր հանդեպ նրանով հայտնվեց, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Աստծո սիրո զոհաբերությունը դրսևորվեց նրանով, որ Աստված սիրեց ամենաանարժանը։ Մենք այստեղ կարդացինք, Աստծո սերը մեր հանդեպ հայտնվեց։ Ինչ-որ մեկը կարող է ձեզանից մտածի, որ եթե Աստված մեզ սեր է խոստովանում, նշանակում է մենք այդ սերը ինչ-որ բանով վաստակել ենք, բայց ոչ։ Ամեն անգամ, երբ որ Աստվածաշունչը կարդում ենք, ինքը նկարագրում է մարդկության վիճակը։ Ու այն հստակ հասկացնում է, որ մարդկանց մեջ մեր սկզբնական վիճակում Աստծո համար գրավիչ ոչ մի բան չկա։ Նայեք, Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ ասում է, չկա արդար եւ ոչ մեկը։ Ոչ մեկ արդար չկա աշխարհի վրա։ Բերեք ավելի շատ կարդանք, այդ Հռոմեացիներ 3-րդ գլուխն եմ կարդալու 10-ից 19 համարներ։ Ասում է, ողջամիտ մեկը չկա։ Չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվել են, միասին անպետ դարձել։ Բարություն անող չկա, մեկ անգամ չկա։ Նրանց կոկորդը բաց գերեզման է եւ իրանց լեզուներով նենգություն են անում։ Նրանց շրթունքների տակ իժերի թույն կա։ Նրանց բերանը անեծքով ու դառնությամբ էլի։ Նրանց ոտքերը արյուն թափելու համար արագընթաց են։ Նրանց ճանապարհները կործանանում են եւ ճշվարություն։ Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին։ Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջ չէ։ Ու Պողոս առաքյալը ասում է այս բնութագիրը, որը վերաբերում է ոչ թե հեթանոսներին, ոչ թե հանցագործներին, ոչ թե չգիտեմ մարդկության ամենաապականված ներկայացուցիչներին, այլ այս Պողոսի խոսքը վերաբերվում է ոչ մարդկությանը։ Ահա թե ինչ վիճակում է գտնվում Աստծո սիրո օբյեկտը։ Նրանց բերանը լի է չարությամբ ու դառնությամբ, ոտքերը շտապում են արյուն թափելու համար։ Միթե մենք չգիտենք, որ խոսքի մեր կյանքում էլ մեղավոր ենք եղել ու մեղավոր ցանկություններ ենք ունեցել կամ գործել ենք ու չգիտեմ նեղացրել ենք, քանդել ենք հարաբերություններ կամ ցավ ենք պատճառել մեր բտերիմներին կամ չգիտեմ հերու մարկանց։ Սիրելի ընկերներ, Աստծո սիրո օբյեկտը մենք հենց այդպեսին է, մենք անարժան ենք Աստծո սիրում։ Աստված սիրեց ամենաանարժանին։ Աստված մեզ սիրում է ոչ թե ինչ-որ բանի համար, մեր ինչ-որ արժանիքի համար, այլ Աստված մեզ սիրում է չնայած ամեն ինչի։ Նրա սերը զոհաբերական է։ Ու այլ կերպ ասած, Աստծո սերը մեր հանդեպ ցույց է տալիս, թե այն ոչ թե մենք ինչքան լավն ենք, այլ թե ինչքան լավն է Աստված։ Աստված սեր է, սիրեց ամենաանարժանին, զոհաբերական սիրով, տվող սիրով ու հանուն մեզ Աստված տվեց ամենաթանկը։ Ինքը աշխարհ ուղարկեց իր միածին որդուն։ Ու շարունակության մեջ կարդում ենք. Աստված աշխարհ ուղարկեց իր միածին որդուն։ Մի հատ մտածեք, էլի սիրելի ընկերներ, որն է ամենաթանկ նվերը, որ դուք երբևէ արել եք ձեր կյանքում։ Ինչ-որ մեկին։ Կարող է 10,000 դրամանոց նվեր եք արել, կարող է 100,000 դրամանոց նվեր եք ինչ-որ մեկին արել, կարող է 1 միլիոն դրամանոց նվեր եք արել։ Ինչքան եք նվեր արել, ինչ արժողության նվեր եք արել։ Ու եկեք դա համեմատենք նրա հետ, թե ինչ զոհաբերեց Աստված։ Ինչ նվեր տվեց Աստված մարդկությանը։ Աստված տվեց իր որդուն Հիսուս Քրիստոսում։ Ընդ որում ոչ թե ինչ-որ շատ որդիներից մեկին, այլ տվեց միակին։ Ինչպես ասվում է, իր միածին որդուն, նրան ով իր էությունից է, իր բնությունից է, եզակի է, որին հավասարը չկա ոչ մի տեղ։ Ընդ որում նա ոչ թե տվեց մի այնպիսի որդու, ով որ անհնազանդ էր կամ բարկացնում էր Աստծուն, ոչ, ինքը տվեց այն որդուն, ով որ ամեն ինչում հաճեցնում էր իր հորը։ Աստված տվեց միակին, եզակին ու անփոխարինելին։ Հաջորդը, Աստծո սիրո զոհաբերությունը դրսևորվեց նաև նրանով, որ Աստված իջավ երկնքից ճղճիմի ու ապականվածի մեջ, այս մեր երկիր եկավ։ Այս համարի վերջում կարդացինք, ասում է, Աստված աշխարհ ուղարկեց իր միածին որդուն։ Աստված ուղարկեց Հիսուսին ոչ թե պարզապես ինչ-որ երկինք հեշտակների մոտ, որտեղ չկա մեղք, չկա խաբեություն, չկա ցավ, չկա տառապանք, չկա աղետեր, չկա հիվանդություններ, ոչ, Աստված իր միածին որդուն ուղարկեց մեր մարդկային աշխարհը, որը գտնվում է անեծքի տակ։
ու մի աշխարհ, որի մասին ասում է ողջ աշխարհը ճարիքի մեջ է։ Աշխարհ, որի մասին ասում է, որ այս մեր աշխարհի իշխանը սատանան է։ Մի աշխարհ, որը մաննի ցանկությունը, աշկերի ցանկությունը ու այս ամեն ինչ այս աշխարհում հանգում է ամբարտավանության։ Մտածեք, ինչ տեղի ունեցավ այն օրը, երբ Քրիստոս ծնվեց երկրի վրա։ Ինչ տեղի ունեցավ։ Այս օրը տեղի ունեցավ ցնցող բան։ Արարիչը, ով որ ստեղծել է այս ամեն ինչը, ողջ տիեզերքը, ինքը միացավ իր ստեղծված աշխարհին։ Այսինքն Աստված ծնվեց որպես մարդու որդի։ Ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք, դա չի նշանակում այնպես խոսքի, ոնց որ մեր համար, իմ համար ես գնամ ինչ-որ ամենաաշխարհի թշվառ, ամենաաղքատ երկիրը։ Չէ, դա դրա հետ ընդհանրապես չի համեմատվի։ Դա խոսքը չի համեմատվի, ինչպես խոսքի մեզ համար վերածնվենք, ինչ-որ շնիկի վերածնվենք, ինչ-որ կատվիկի վերածնվենք, դա դրա հետ չի համեմատվի։ Դա նույնն է չի, մեզ համար խոսքի վերածնվենք, ինչ-որ անձրևավորթի, ճիճու դառնանք։ Դա նույնը չի մեզ համար, այլ դա նույնն է մեզ համար, ոնց որ մենք վերածնվենք Lego կոնստրուկտորից այս մի հատիկ մասնիկ, այսինքն անմիտ մտածել չկարողացող ինչ-որ sense վերացական ինչ-որ մի բան գիտեք, չէ, Lego-ի մասնիկների չէ։ Հիմա այսինքն Աստված արարիչ ու մարդ արարածի մեջ տարբերությունը այնքան հսկայական է, որքան տարբերությունն է մարդու ու Lego-ի մասնիկի միջև։ Այսինքն Աստված պետք է իջներ իր կարողությունների անսահման բարձունքից ու ընդուներ մարդկային բնությունը, որը անսահման ցածր է իր բնությունից։ Ավելին, նույնիսկ ծնվելով երկրի վրա, Քրիստոսը չծնվեց ինչ-որ հարուստ ընտանիքում։ Ինքը չծնվեց թագավորների մոտ, ոչ այլ հարուստների մոտ ծնվեց։ Ինքը ծնվեց Հովսեփի ու Մարիամի աղքատ ընտանիքում։ Մենք որտեղից գիտենք, որ իրանք աղքատ են։ Նրա համար տեղ չգտնվեց նույնիսկ հյուրանոցում։ Նա ծնվեց Մսուրում, ինքը ծնվեց Գոմում, ոչ թե Պալատում։ Մենք կարող ենք ակնկալել, որ եթե ինքը Աստված է, եթե Աստված գա երկիր, հավանաբար ինքը կծնվի Պալատներում, այնպես որ նրան մատուցեն համապատասխան մեծարանք բոլոր մարդկությունը մեծարի։ Բայց նա չծնվեց նույնիսկ սովորական մարդկային պայմաններում ու կացարանում, այլ ամենաաղքատ ու ես կասեի ոչ մարդկային պայմաններում ինքը ծնվեց։ Իր ծնունդից հետո մատուցվեց աղքատների զոհը։ Դա ի՞նչ է նշանակում։ Գառան փոխարեն, որը բերում էին սովորական մարդիկ, երբ որ երեխա էին ունենում, իր ծննդաբերության պատվին բերեցին ընդամենը 2 հատիկ տատրակ, 2 հատ աղունիկ։ Այսինքն դա ցույց է տալիս, որ Հովսեփն ու Մարիամը այնքան ունևոր չէին, այնքան աղքատ էին, որ իրանք նույնիսկ մի հատիկ գառ չէին կարող, ոնց որ առնեն զոհ մատուցելու։ Հավատացեք, եթե իրանք հնարավորություն ունենային, իրանք հաստատ կառնեին այդ գառը կառնեն, բայց իրանք այնքան աղքատ են, որ ընդամենը 2 հատիկ աղունիկ զոհեցին Քրիստոսի ծննդի հետ վերաբերյալ։ Մտածեք, երբ ծնվեց Սողոմոն թագավորը, որպես ողջակես, որպես զոհ մատուցվեց 1000 հատ ցուլիկ, 1000 հատ խոյ, 1000 հատ գառ, իրանց նվիրաբերությունները վերեցին ողջ Իսրայելից։ Բայց երբ ծնվեց Քրիստոսը, կարելի էր անցկալել, չգիտեմ, շեփորներ, այնտեղ նվագախմբեր, բազմաթիվ զոհաբերություններ, որպեսզի նշվեր ծնունդն այն մեկի, ով որ սպասում էր ամբողջ աշխարհը, ումից կախված է ամբողջ աշխարհի փրկությունը, բայց չէ, մարդիկ չիմացան, չճանաչեցին, չդիմավորեցին նրան մեծ պատիվներով։ Նա չդարձավ ամենաառողջ կամ ամենաճանաչված մարդը, թեև նա կարող էր դա անել։ Մենք կարդում ենք, որ ինքը արհամարվեց ու նվաստացած էր մարդկանց առաջ։ Մարդիկ նրան արհամարում էին ու նրա մասին նվաստացուցիչ խոսքեր էին ասում։ Նրան ավելի շատ ձեռք էին առնում, քան փառաբանում էին։ Եսայի մարգարեն ասում է, Եսայի 53 գլուխ 7 համար, ասում է. անարգված եւ մարկանցից մերժված, նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Այսօր դուք ումից եք երես դարձնում։ Ինչքան այն ամենավատ մարկանցից, ասում է բոլոր մարդիկ ասում է որից երես էին դարձնում, ասում է ձերի մարդը եղի Քրիստոս, ումից երես էին դարձնում։ Եթե դուք պատկերացնում եք Հիսուս Քրիստոսի կյանքը ինչպես որ խոսքի նա այնպիսի մի մարդ էր, որ բոլորի մոտ sense հիացմունք էր առաջացնում, որ կանգնած էր sense մի բարձունքի վրա ու sense քամին փչում էր իր վարսերը sense գեղեցիկ ծածանվում էին քամուց ու ժողովուրդը կանգնած լսում էին ու sense բոլորը ծափահարում էին նրան ու sense ինքը հերոսական sense տեսք ուներ, բայց ցավոք սրտի ոչ։ Իրականում այդպեսի բան չկար։
նա արհամարված էր եւ մարդիկ նրան ոչինչ էին համարում։ Եվ նա եկավ երկիրը, նա ընդունեց ծառայի կերպարանք, ինչպես այդ մասին ասվեց Փիլիպեցիներին ուղղված թղթում։ Փիլիպեցիների 2-րդ գլուխ 6-8 համարներ։ Ասում է, որ Աստծո բնությունը ունենալով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքը իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհացրեց, հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Էսա մեծ խոնարհությունը, որ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի մեջ, Աստված, որ դեպի իջավ ու դեպի ուր գնաց։ Իսկապես իր սիրո զոհաբերական լինելը դրսևորվեց նաև նրանով, որ ինքը եկավ այդ իր բարձունքից այս ամենաչնչինի մեջ այս մեր աշխարհը։ Հաջորդը, Աստծո սիրո զոհաբերությունը դրսևորվեց նրանով, որ Աստված նվիրեց ամենացանկալին։ 9-րդ համարի վերջում կարդում ենք, որպեսզի մենք կյանք ստանանք նրա միջով։ Ինչի համար Քրիստոսը այս ամենը արեց, ինչի ինքը իջավ, ինչի ինքը ծնվեց, ինչի ինքը մահացավ, ինչի Աստված սիրեց մեզ ամենանարժանին, ինչի համար Աստված զոհաբերեց իր ամենաթանկը, ինչի համար իջավ այս մեր ոչնչություն աշխարհի մեջ, մեղավոր աշխարհի մեջ, նրա համար, որպեսզի մեզ նվիրի ամենացանկալին, որպեսզի մենք ստանանք նրա միջոցով կյանք։ Ու ինչպես իսկապես ոչ մի նվեր այս աշխարհում չի համեմատվի կյանքի հետ։ Սա հատկապես կհասկանան կարող են հասկանալ այն մարդիկ, ովքեր կանգնած են եղել մահվա շեմին, եւ նրանք հասկանում են, որ փաստացի նայում են մահվան դեպքին, որ այսօր էս պահն է։ Ու այդ ժամանակ արդեն կարևոր չեն մնացած բոլոր թե կյանքը մտիժ նվերներ է ստացել, թե դու այս պայն մահի դեմը կանգնած ես։ Կարևոր չի փողը, կարևոր չի թե դու քանի երկիր ես գնացել, ճամփորդել, քանի երկրներում ես եղել ու ինչքան համեղ կերակուրներ ես կերել, որ ոչ մի բան այդ պահին արդեն ուրախություն չի բերի քեզ, եթե դու գիտես, որ այսա մահանում ես, հարցեր չկա վահ այսօր։ Կարևոր է միայն մեկ բան, հենց կյանքը։ Ու էսա Աստված առաջարկում, մեզ ամենաթանկ բանն է ինքը առաջարկում, ինքը մեզ տալիս է կյանքի նվերը։ Քրիստոս եկավ երկիր, որ մենք կյանք ունենանք։ Քրիստոսը ասաց Հովհաննեսի ավետարանի 5-րդ գլուխ 24-րդ համարում. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով լսում է իմ խոսքը եւ հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի եւ չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ Սիրելի ընկերներ, ինչու մենք կարիք ունենք այս ամենաթանկ նվերի։ Խի մենք կյանքի կարիք ունենք, որովհետեւ մենք բոլորս մեղավոր ենք։ Մեղավոր ենք Աստծո օրենքի առաջ։ Աստվածաշունչը ասում է. մեղքի վարձը մահն է։ Այսինքն մեզ իրոք սպառնում է ոչ միայն մեր ֆիզիկական մահը, որը նույնպես մեղքի աշխարհ գալու հետևանքն է, այլ մեզ սպառնում է նաև հավիտենական մահը, այսինքն հավիտենական մերժումը Աստծուց, ամեն տեսակ բարիքից, արարչից ու մեջ է կյանքի սիրո, բարության ու ջերմության աղբյուրը։ Հավիտենական տանջանքներ, որոնց մասին Աստվածաշունչը ասում է, այնտեղ կրակը չի հանգչում։ Եթե մենք չընդունենք կյանքի այս պարգևը Հիսուս Քրիստոսով, ապա մենք կմնանք մահվան հետ դեմ առ դեմ, երես առ երես կմնանք։ Այսպիսով, Աստված առաջարկում է մեզ Հիսուս Քրիստոսի երկիր գալու միջոցով ամենաթանկը, նա առաջարկում է մահվան խնդրի լուծումը։ Նա առաջարկում է հավիտենական կյանք, որը սկսվում է հենց հիմա ու երբեք չի ավարտվում։ Հաջորդը ժողովուրդ ջան, Աստծո սիրո զոհաբերությունը դրսևորվեց նրանով, որ Աստված այս պարգևը դարձրեց ամենագովազդվողը աշխարհում։ Այսինքն Աստված իր որդու պարգևը դարձրեց բացահայտ բոլորի համար, բաց բոլորին հայտնի։ Աստված հայտարարեց այդ մասին բոլոր մարդկանց աչքի առաջ ու նա հետ չի կանգնի իր խոստումից։ Նա չի դրժի իր խոսքը։ Ու ավելին, ինքը հանձնարարում է իր աշակերտներին, իր եկեղեցուն, իր հավատացողներին, ասում է գնացեք ու բոլորին պատմեք այս նվերի, այս պարգևի, այս շնորհի մասին։ Այսինքն Աստված չի թաքցնում այս պարգևը, նա մեզ ասում է գնացեք ու սովորացրեք բոլոր ազգերին։ Նա ասում է արքայության ավետարանը կքարոզի ողջ այս ամբողջ մեր երկրի մոլորակիրը։ Նա Աստված չի ափսոսում, Աստված իր համար ոչինչ չի խնամ, չի պահում, իր սերը կատարյալ է ու բացարձակ զոհաբերական է։ Խի, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսպիսով մենք տեսանք Աստծո սիրո առաջի բնութագիրը, ինքը զոհաբերական է։
Եկեք նայենք Աստծո սիրո երկրորդ բնութագրին։ Ինչ ձևի Աստծո սերը։ Աստծո սերը նախաձեռնող է։ Նշանակում է այն, որ առաջին քայլը ինքն է անում։ Նայեք հաջորդ 10-րդ համարին, ասում է. «Սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար»։ Այստեղ խոսվում է Աստծո սիրո նախաձեռնության մասին։ Աստված է անում առաջին քայլը։ Մենք չարեցինք առաջին քայլը, որ սկզբում մենք սիրեցինք Աստծուն։ Ու խոսքի մենք սիրեցինք Աստծուն ու Աստված տեսավ, թե ինչքան ուժեղ է մարդիկ, ինչքան ուժեղ են իրան սիրում, ու ասեց. «Օ, քանի որ այս մարդիկ ինձ այսքան շատ են սիրում, դե հավանաբար էլ ես էլ նրանց սիրեմ, մի լավ բան անեմ, էլի ես մարդկանց համար իրանք ինձ այնքան շատ են սիրում, կյանքս իջնեմ տամ»։ Ոչ, բոլորովին այդպես չի։ Մենք չենք սիրում Աստծուն, մենք չենք փնտրում Աստծուն, բայց ինքը սիրեց մեզ առաջինը ու քայլը ու ինքը առաջի քայլը արեց։ Սրանում ասել է, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ։ Նա սիրեց մեզ այն ժամանակ, երբ մենք իրեն չենք սիրում։ Եվ դրանում դրսևորվեց նրա սիրո նախաձեռնությունը։ Սիրելի ընկերներ, մեզանից ոչ ոք չի ծնվում Աստծուն սիրով։ Ոչ մի մարդ աշխարհում չի ծնվում Աստծուն սիրով։ Օրինակ, փոքր երեխաները, ես երկու հատ փոքր տղաներ, չեն հասկանում նույնիսկ թե ինչ է նշանակում սիրել իրանց ծնողներին։ Եթե ծնողը խոսքի իրեն վատ զգա ու տառապեն, երեխաները միևնույնն է հանգիստ քնում են։ Ես շատ եմ տեսել ոնց է կինս գանեն, խոսքի տառապում է, բայց մեր երկու տղեկը հանգիստ իրանց համար մուշ-մուշ քնում են, իրանց մաման տանջում է, ցավերի մեջ է, բայց իրանք չեն հասկանում։ Իրանք իրանց համար մուշ-մուշ քնում են։ Ու նրանք դեռ չեն կարողանում սիրել նույնիսկ իրանց ծնողներին։ Առավել եւս նրանք չեն կարողանա սիրել Աստծուն, ոչ մեկ Աստծուն սիրող չի ծնվում։ Ոչ ոք մեզանից չի ծնվում Աստծուն սիրող, ոչ ոք չի ծնվում սուրբ, ոչ ոք չի ծնվում մեղ գործելու անընդունակ։ Ոչ, մենք բոլորս ծնվում ենք մեղավոր, ինչպես գրում է Եսայի մարգարեն, բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։ Մոլորված գառների հետ Աստված մեզ համեմատում։ Այսինքն այն ժամանակ, երբ մարդը չէր փնտրում Աստծուն, Աստված փնտրում էր մարդուն։ Հիշում եք Աստվածաշնչի ամենաառաջին գլուխներին պատմում է, թե ինչպես մարդը մեղք գործեց, Ադամի ու Եվայի պատմությունը։ Ու ահա այդ մեղսագործությունից անմիջապես հետո մարդը, Ադամը Եդեբի այգում սկսեց թաքնվել Աստծուց։ Մինչև մեղսագործությունը Ադամը Աստծո հետ ներդաշնակության մեջ էր, բայց հենց որ մարդը մեղքի մեջ ընկավ, ինքը սկսեց թաքնվել ու պահկվել Աստծո երեսից։ Ու այդ ժամանակվանից դա շարունակվում է մինչև այսօր։ Երբ որ մարդիկ մեղք են գործում, երբ որ մարդիկ մեղավոր են, մարդիկ չեն ուզում Աստծո առաջ գնան։ Մարդիկ փախչում են Աստծուց։ Մեղք գործողը չի գնում դեպի լույսը, որպեսզի չհանդիմանվեն նրա գործերը, չլուսաբանվի նրա անօրենությունները։ Ընդհակառակը, ով որ կարճած է մեղքից, նա նախընտրում է Աստծուն ու հավատքը պահել հեռու, որ չերևա ինքը իրան մեղավոր չզգա։ Դե իհարկե պետք է ասել խոսքի մի լավ խոսք պետք է ասել մարդը, ընդունել Աստծո գոյությունը, բայց իրականում մարդը չի ձգտում դեպի Աստված, չի սիրում նրան, չի գնում նրա մոտ, իսկ Աստված այդ ժամանակ փնտրում է մարդուն, կանչում է, երբ որ մարդը չի փնտրում Աստծուն, Աստված միշտ փնտրում է մարդուն։ Հիշում եք մեղսագործությունից անմիջապես հետո, երբ Ադամը թաքնվում էր Եդեմի պարտեզի ծառերի մեջ, Աստված ասում է. «Ադամ, որտեղ ես»։ Ու ստե կարևոր է շատ ճիշտ հասկանալ այս պատկերը։ Աստված փնտրում է մարդուն, ոչ թե ինչպես խոսքի մի հատ ոստիկան, ով որ փնտրում է հանցագործին հետախուզելու ու պատժելու համար։ Չէ, Աստված փնտրում է մարդուն, ինչպես սիրող հայրը կոտրված սրտով փնտրում է իր մոլորված ու խճճված որդուն։ Աստված դրսևորեց իր սերը իր սեփական նախաձեռնությամբ այն ժամանակ, երբ մեր կողմից դեռ ոչ մի սեր չկար իր նկատմամբ նրա հանդեպ։ Հռոմեացիներ 5-րդ գլուխ 8-րդ համարում ասում է. Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Քրիստոսը մեզ համար մեռավ։ Ասում է, երբ որ մենք մեղավոր ենք, երբ որ մենք արդարացված չենք, երբ որ մենք անարժան ենք, այդ ժամանակ Աստված մեր համար մահացել։ Խաչի վրա ինքը մեռնում է ոչ թե իր մեղքերի համար, քանի որ ինքը ոչ մի մեղք չէր գործել, այլ ինքը մահանում է իմ ու եւ ձեր մեղքերի համար։ Ինչի համար? Որպեսզի իր վրա վերցնի մեր բոլորիս մեղքերը ու պատիժը։ Երեխեք։ Ու սրանում նույնպես դրսևորվեց Աստծո սերը։ Աստված իր սերը մեր հանդեպ ապացուցում է նրան, որ Քրիստոսը մեռավ մեզ համար, երբ մենք լրիվ մեղավոր էինք, երբ չենք կարող ոչինչ անել Աստծո համար, երբ չենք կարող ոչինչ անել մեր անգամ մեր փրկության համար։ Երբ մեր մեջ ոչ մի լավ բան չկար, Աստված արդեն այդ ժամանակ սիրեց մեզ։ Նրա սերը նախաձեռնող է։
Տիտոսին ուղված թղթում Պողոս առաքյալը 7 գլխում 3-ից 5 համարներում ասում է. որովհետև մի ժամանակ մենք էլ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, ցանկությունների եւ պես անառակությունների ծառայող, չարությամբ եւ նախանձով էինք վերաբերվում, ատելի էինք ու միմյանց ատող։ Պողոսը իրանց մասին ասում, սա ինչ-որ վատ մարդկանց մասին չի ասում, առաքյալների, սրբերի մասին ասում, մենք այդ ձև էինք։ Բայց եւ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, եւ մեր Փրկիչ Աստծո քաղցրասիրությունն ու մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ։ Այսինքն, երբ հայտնվեց մեր Փրկիչ Աստծո շնորհ մարդկությանը, եւ հայտնվեց այդ մարդասիրությունը։ Ահա, էս է Ժորժ ջան, Հիսուս Քրիստոսի հայտնությամբ, Հիսուս Քրիստոսի ծնունդով, Աստծո գալուստով երկրի վրա, դրանում հայտնվեց Աստծո մարդասիրությունը, դրանում է Աստծո խոստովանությունը, սիրո խոստովանությունը մարդկությանը, որ Քրիստոսի ծնունդով Աստված ասում է, ես ձեզ սիրում եմ։ Լսում եք, այս է խոսքը, Սուրբ ծնունդը Աստծո մարդասիրության դրսևորումն է, որ Աստված սիրում է մարդկանց, ու դա նրա խոստովանությունն է իր սիրո մասին։ Ինքը մեզ չփրկեց այն պատճառով, որ մենք ինչ-որ բարի բան ենք արել մեր կյանքում, այլ ինքը մեզ փրկեց իր ողորմության համաձայն, վերստին ծնունդով, Սուրբ Հոգու նորոգությամբ։ Այսպիսով սիրելի ընկերներ, ինքը սիրեց մեզ, եւ մենք դեռ չենք սիրում իրան, ընդհակառակը, եւ մենք Աստծուն վիրավորում ենք, երբ որ մենք մեր վարքով, չգիտեմ, իրան ջղայնացնում ենք, մեր մեղքով ու մեր երեսասիրությամբ, ինքը այդ ժամանակ արդեն մեզ սիրեց։ Հաջորդը, նրա սիրո նախաձեռնությունը դրսևորվեց նրանով, որ նա վերցրեց հաշտեցման բոլոր ծախսերը։ Միատ եք արդեն մեզ նախադասությունը, միատ հասկացեք ինչ եմ ասում։ Իր սիրո նախաձեռնությունը դրսևորվեց նրանով, որ ինքը վերցրեց հաշտեցման ծախսերը, ինքը ամբողջ այդ հաշտեցման process-ը ինքը հոգած։ Նայեք 10-րդ համարի մեջ ինչ վերջում ինչ ասում է, սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Կներեք էլի ջուր խմեմ, չեմ կարող։ Իրականում սրանք ցնցող ու շատ խորը խոսքեր են, որ եթե իրոք հասկանաք այս խոսքերը, բառացիորեն կպայթեցնի ձեր գիտակցությունը, եթե միայն լրջորեն մտածեք դրա մասին։ Նայեք, ում պետք էր հաշտեցնել Հիսուս Քրիստոսը։ Ում է ինքը հաշտեցնի։ Ինքը պետք է հաշտեցնել Հայր Աստծուն ու մեր կատարած մեղքերի համար։ Իսկ ով ուղարկեց նրան, որպեսզի նա կատարի այդ հաշտեցումը։ Հենց Աստված ինքն է ուղարկում է, հենց ինքը Աստված։ Ու սա ցնցող ճշմարտություն է, ժողովուրդ։ Բացատրեմ, կարող եմ մի քիչ դժվար օրինակ եմ ասում, հեսա մի քիչ գեղավարի բացատրեմ, որ ավելի լավ բարձր հասկանալի լինի։ Պատկերացրեք, Միշնադարում մի հատ իշխան իր ոսկյա կառքով անցնում է քաղաքի կենտրոնով ու փողոցներից մեկում ու հանկարծ այդ կառքի պատուհանը թռնում, ինչ-որ մի հատ ցեխի կտորած են ներս թռնում։ Հետո մի հատ էլ է ցեխի կտորը պատուհանի մեջով ընկնում ու դիպչում է այդ իշխանի դեմքին, այդ իշխանի շորերին ու այդ գարշահոտը հեղուկով հոսում է իր այդ թանկարժեք շորերով, բաների վրով սենց իջնում է։ Հետո մայթից հնչում են հայհոյանքներ, այդ հայհոյանքներով վիրավորում են իշխանին, այդ հայհոյանքները վիրավորում են իր ողջ ընտանիքին, իր երեխեքին, իր ծառաներին։ Մի վայրկյան հետո պարզվում է, որ այդ հայհոյանքները թռչում են հարբած կոշկակարի բերանից։ Ինչ կակնկալեք, մենք ինչ կակնկալենք այդ իշխանից։ Նախ եւ առաջ մենք կակնկալենք զայրույթ։ Նա հաստատ կհամայր անմիջապես կանգնեցնեին կառքը ու զայրույթով կբացականչեր, որ բռներ այդ ստահակին, այդ կոշկակարին բռնեն։ Երկրորդը մենք կակնկալենք բարոյական բավարարման պահանջ։ Ինչպես այն ժամանակ են ասում, մի լավ բառ կա, սատիսֆիկացիա, այսինքն բավարարում, որ ինքը իրան բարոյապես բավարարված է զգա։ Այսինքն մեղավորը պետք է հատուցեր, բերեր բարոյական բավարարում։ Մեղավորը ամենայն հավանակությամբ պետք է խոսքի հրապարինականորեն պատժվեր, մտրակներով, չգիտեմ, կամ խոսքի իրան մեծ տուգանք վերցնեին իրանից ու իր ընտանիքից, հնարավոր է նրան նետեին բանտ ու միջև այդ տուգանքը այդ կոշկակար ամբողջությամբ չբանաներ, չբավարարեր, չփագեր, իրան չէին արձակելու։
որովհետև ինքը վեկալավ ու բարձրաստիճան անձին հասցրեց բարոյական վնասի փոխհատուցման համար։ Բայց հիմա պատկերացրեք, որ դրա փոխարեն այդ մեր իշխանը դուրս է գալիս կարգից, մոտենում է այդ կոշկակարին, գրկում է իրան ու հրամարում է իր ծառաներին, ասում է, այս կոշկակարի կարգի բերեք, իրան հագցրեք նոր գեղեցիկ շորեր ու իրան սթափվեք, կարգի բերեք, լողացրեք, գեղեցիկ ու մաքուր թող լինի ու նրան բերեք իմ մոտ հետո ընտրիքի։ Ու սեղան նստելով այդ նորոգված հասարակ մարդու հետ, այդ կոշկակարի հետ, ժամանակին, ով որ ժամանակին իրան այդքան նեղացրել է, այդքան իրան հայհոյել է, իր ընտանիքին, իր երեխեքին, իշխանը ասեր, ահա հիմա ես բավարարված եմ, հիմա ես ոնց որ բավարարվածություն եմ, սատիսֆիկացիա ունեմ, ես բավարարված եմ, հիմա ես գոհ եմ քեզանից, հիմա ինձ հաճելի է քո կողքին գտնվելը, ես քո դեմ ոչ մի բան չունեմ։ Ինչ տեղի ունեցավ։ Իշխանը այս իրավիճակում ողջ վնասը վերցրեց իր վրա, ինքը չպահանջեց հատուցում կոշկակարից, այդ մեղավորից, այլ ընդհակառակը ինքը կատարեց այդ բարոյական բավարարման հաշտեցումը, ինքը վճարեց այդ գինը։ Սիրելի ընկերներ, էսա զարմանալին ու Աստծո ցնցողը, որ անկախատեսելի է մեր գիտակցության ու մեր տրամաբանության մեջ չտեղավորվող բան է, որ ինչ արեց Աստված մեզ համար։ Ինքը չպահանջեց մեզանից բերել բարոյական բավարարման զոհ, ընդհակառակը Աստված վեկալավ բոլոր հաշտեցման ծախսերը վերցրեց իր վրա, ամբողջ վնասը ինքը կրեց։ Ու ինքը ուղարկեց իր որդուն մեր մեղքերի քավության համար, այսինքն մենք մեր մեղքերով բարկացնում էինք Աստծուն, մարտահրավեր էինք նետում նրան, վիրավորում էինք նրան, չինեմ իր այդ փառքը վիրավորում էինք, գցում էինք, մենք արժանի էինք ամեն տեսակ պատժի, բայց ոչ թե ինքը դժգոհ էր մեզանից ու մեր մեղքերի համար, բայց ինքը բարկացած էր նրան, բայց բազմիցս ասում է Սուրբ Գիրքը, որ Աստված ներում է մեզ, բայց այդ բարկության բավարարելու, հանդարտացնելու համար ինքը ոչ թե մեզ նշանակեց տուգանք կամ պատիժ, այլ ինքը հենց Աստված վճարեց, ընդ որում վճարեց իր ամենաթանկով, ինքը վճարեց իր որդի Հիսուս Քրիստոսով, իսկապես իր սերը նախաձեռնող է, որովհետև նա իր վրա է վերցնում հաշտեցման բոլոր ծախսերը։ Այսպիսով մենք տեսնենք առաջի երկու բնութագրերը, ինքը զոհաբերական է, Աստծո սերը ու Աստծո սերը նախաձեռնող է, ինքն առաջինը մեզ սիրում։ Եկեք հիմա վերջի բանը նայենք, երրորդ բնութագրին նայենք, Աստծո սերը փոխակերպող է։ Ինչ է նշանակում։ Աստծո սերը փոխող է, փոխակերպող է։ Նայեք հաջորդ 11-րդ համարին, ասում է. «Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք»։ Աստծո սերը առաջացնում է պատասխան արձագանք, ինքը փոխում է մեզ ներսից վերաձևելով Աստծո սերը։ Ինքը ողջաշնչում է մեզ սիրել, նաև եկեղեցու մնացած անդամներին, նույն սիրով, որ ինքը մեզ սիրեց։ Այսինքն Աստծո սերը անգին է, որովհետև չկա այնպեսի բան, որոնցով մենք կարողանայինք նվաճել այդ սերը, արժանի լինեին։ Աստծո սերը պարտքի զգացումով չի առաջացած, քանի որ ոչ ոք չի կարա Աստծուն նենց լավություն անի, որ Աստված դառնա այդ մարդու պարտապանը, որ Աստված ասի, այս մարդը ինձ լավություն արեց, ես իրան պարտական եմ, ես էլ իրան սիրեմ։ Չկա այդպես մեկը։ Եվ դրա համար հարկավոր է նախ եւ առաջ իմանալ, թե ու ոչ թե մեր սերն է առաջնային, որ Աստծո սերը, մեր սերը նրա ինչն է մեր սերը, որ մենք Աստծո սիրում ենք, ինչն է։ Մեր սերը իր սիրո արտացոլանքն է ու պատասխանն է դրան, որպեսզի մեր քարե սրտերը, այն մարդը որ Աստծուն չի սիրում քարե սիրտ ունի, որպեսզի մեր քարե սիրտը փափկի ու հալվի Աստծո առաջ, մենք պետք է տեսնենք նրա անհուն զոհաբերական նախաձեռնող սերը։ Մենք պետք է ծանոթանանք Աստծո սիրո հետ։ Բայց ոնց կարա մարդ ծանոթանա Աստծո սիրո հետ, ոնց կարա մարդ տենա, որ Աստված իրան սիրում է։ Ու դրա համար մենակ մի ձև կա, ամենաառաջի գլխավոր, կարան շո մեկը քեզ պատմի, բայց ամենակարևորը դա Աստվածաշունչն, Աստվածաշնչից։ Աստվածաշունչը պատահական չի, որ պարունակում է 4 ավետարան, որտեղ 4 ականատեսների աչքերով նկարագրվում է այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցել։ Աստվածաշունչը պատահական չի, որ երեխեք ինձ խանգարում եք։ Ասում է, Աստվածաշունչը պատահական չի, որ պարունակում է այս իրադարձությունները 4 հոգու կողմից։ Ու նոր կտակարանի հետագա գրքերում, նամակներում էլ գրվում է, թե որ մենք իմանանք, թե ով է Քրիստոսը, ինչ է արել ու ինչու՞մ է կայանում Քրիստոսի խոստումը։ Անպայման կարդացեք Աստվածաշունչը։ Եթե դուք
Մինչև այժմ դեռ չեք արել, չեք կարդացել, չեք բացել Աստվածաշունչ, չգիտեք ինչ է ասում, ես ձեզ հորդորում եմ ամեն օր բացեք այդ գիրքը, որպեսզի իմանաք Քրիստոսը ինչ է ուզում ձեզ ասի։ Աստված առաջարկում է ձեզ, ասում է. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ»։ Այսինքն բոլոր ովքեր ընկճված են մեղքով, բոլոր ովքեր ձեր վրա զգում եք այդ պատասխանատվությունը, ձեր մեղքերի պատասխանատվությունը, ձեր մեղավորության բեռը։ Այսինքն բոլորը, ովքեր իրատեսորեն են նայում իրերին ու ովքեր ազնիվ են իրենց հանդեպ։ Ու Աստված առաջարկում, ասում է. «Եկեք ինձ մոտ բոլորդ, ովքեր տանջվում եք այս մեղքի բեռի տակ, ովքեր ծանրաբեռնված են այդ պատասխանատվությամբ»։ Ասում է Քրիստոսը խոստանում է չմերժել ոչ մի մարդու։ Ասում է եկեք ընդունեք իմ սերը, ասում է նա ձեզ սիրեց եւ ուղարկեց իր որդուն ձեր մեղքերի քավության համար։ Հիմա բերեք ապաշխարենք ու մեր մեղքերից ու հավատով շրջվենք դեպի Աստծո։ Ապաշխարել բառը հենց այդ է նշանակում, այսինքն մենք աշխարհից շրջվում ենք երեսով դեպի Աստված։ Ու սկսենք շփվել Աստծո հետ։ Ամեն օր շփվենք։ Ոնց կարող ենք շփվենք Աստծո հետ։ Գիրք կարդալով ու աղոթելով։ Ու դա կլինի մեր կյանքի սկզբունքը։ Ու քրիստոնյա կյանքի Աստծո հետ հաղորդակցություն կյանքը այդ է, որ դու Աստվածաշունչ ես կարդում ու աղոթում ես։ Ու այդ ժամանակ Աստծո սերը կդառնա մեր սրտի մոտիվացիան կդառնա, մեր շարժիչ ուժը կդառնա։ Սիրելի ընկերներ, Քրիստոսով նոր կյանքը քիչ է կախված խոսքի արտաքին մեր հանգամանքներից։ Ոչ մեր մաշկի գույնն է դրանից կախված, ոչ մասնագիտությունը, ոչ նյութական մեր վիճակը, ոչ կրթության մեր մակարդակը, ոչ մեր տարիքը, ոչ մեր դիրքը հասարակության մեջ, ոչինչ չի կարող մեզ խանգարել դառնալ նոր մարդ Հիսուս Քրիստոսի մեջ։ Գուցե շա մեկը մտածում է, որ ինձ որ հանգամանքները չափազանց բարդ են կամ ինչ-որ բան փոխելու համար ազատվեք այդ խաբկանքից, որովհետև դա իրականում մենակ խաբկանք է։ Այսօր գուցե մեր ուժերին կամ սահմաններում չի խոսքի դառնալ գիտնական մարդ կամ հարուստ մարդ կամ ազդեցիկ մարդ, բայց ոչ մի հանգամանք այսօր չի կարող արգել դառնալ ձեզ, որ նոր մարդ դառնաք։ Այս նոր կյանքի ճանապարհին բոլոր խոչընդոտները գտնվում են բացառապես մեր ներսում։ Աստված է տվել մեզ այդ որոշումը, ոչ մեկ չի կարող ձեր փոխարեն այդ որոշումը կայացնի։ Դա դիմադրություն է, եթե մենք դիմադրենք այդ Աստծո կանչին, դա դիմադրություն է, ու դա դիմադրության է ճշմարտությունը, որ Աստծո սերը մենք սկսում ենք անտեսել։ Աստվածային սերը անապատը դարձնում է պարտեզ, Աստծո սերը փշերը դարձնում է վարդեր։ Ով լսում է Աստծո սիրո ձայնը ու ինքը չի կարող նախքին հին մարդը լինի։ Եթե մենք հասկացանք Աստծո սերը, եթե մենք մենակ մի փուչոր հպենք այդ Աստծո սիրուն, ապա մենք ոչ մի անգամ երբեք էլ նախկինը չենք լինի։ Եվ այս սերը հայտնեց մեզ Հիսուս Քրիստոսի ծննդյան մեջ։ Աստված տենց հայտնեց իր սերը, այտենց խոստովանեց։ Ինչպես